Հային պետք է փրկել դավաճան կոլաբորանտ հայից։ Երանի այդ փրկությունը գա հենց հայի կողմից, հենց հայը պիտի փրկի հայերին այս վիճակից։ Այդ ինչ մարդու տղա պիտի լինի, նա ով կարողանա այս բանդայի ներկայացուցիչներին կանգնեցնել դատարանի կամ դատաստանի առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում այս պարլամենտի աչքի առաջ տեղի է ունեցել մեծագույն հանցագործություն, էթնիկ զտում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյան Նիկոլը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որով հանձնառություն է վերցնում, որ Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի, եւ որպես հավելում այդ ամենի, որպես հաստատում այդ ամենի, մի հատ էլ 22 թվականի հոկտեմբերին օֆիցիալ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Ըստ էության օկուպանտ խուժաններ ճանաչելով նաև այն մարդկանց, ովքեր ընկել են պատերազմների, ռազմական գործողությունների ընթացքում եւ առհասարակ այն մարդկանց, ովքեր երբևէ այդ հատվածներում ծառայել են։ Բայց այդ օկուպանտ խուժանը իրենց չի վերաբերվում, որովհետեւ իր թիմակիցների ճնշող մեծամասնությունը բանակից փախած են։ Հիմա այս գործողությունները նախորդեցին Արցախի էթնիկ զտմանը, Արցախի էթնիկ զտման բոլոր պատրվակները կազուս բելին այդ կարճաժամկետ պատերազմի, մեկօրյա պատերազմի կազուս բելին տվել է հայկական կողմը։ Այսպիսի պայմանավորվածությունների գալով եւ իրենց պայմանավորվածությունները խախտելով։ Եվ ինչ էին անում Արցախի ջոչերը այդ ընթացքում, հարգելի բարեկամներ։ Երբ 5 էր պակաս հարձակումից, ինչ էին անում։ Օրինակ գեներալ Կարեն Սարգսյանը Արցախի հանրապետության վրա վաճառում էր իր տունը։ Ունեցել է մեծ հողամաս, որի մեջ եղել է առանձին 3, այդ հողամասի մեջ եղել են առանձին 3 տներ։ Իմիջիալոց Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Արկադի Ղուկասյանին ադրբեջանցիները տարել են Բաքու հենց այդ տնից։ Կարեն Սարգսյանի տնից են տարել։ Հիմա Կարեն Սարգսյանը այդ տունը վաճառել է Արցախի հանրապետությանը Եվլախում Արցախը լուծարելուց 5 պակաս 900 միլիոն դրամով, հարգելի բարեկամներ։ Բա սա հանցագործություն չի, բա ինչ է։ Ինչ իրավունքով է Արցախի հանրապետությունը, կառավարությունը Արցախի, որ օրենքով, ինչ իրավունքով, բարոյական ոչ նորմով է գնել այս անձնավորությունից շուկայականից խիստ բարձր գնով իր տունը։ Իմիջիալոց այս ֆրագմենտը, որ ջոչերը վաճառել են իրենց տները Արցախի հանրապետությանը, հա, կարծես թե կրում է համատարած բնույթ, այսինքն սա չի վերաբերվում միայն Կարեն Սարգսյանին։ Դեպքեր են եղել, որ նաև իրենց տները, իրենց գույքը վաճառել են Արցախի հանրապետությանը Եվլախում այդ լուծարման փաստաթուղթը ստորագրելուց 5 պակաս ասում եմ, նկատի ունեմ մի քանի ամիս առաջ, այդ ժամանակ դեռ Արցախում այդ մինի հեղաշրջումը տեղի չէր ունեցել։ Սա տեղի ունեցել Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակ, սա տեղի է ունեցել Փաշինյան Նիկոլի ուղիղ կառավարման ներքո։ Այդ գույքը պետությանը վաճառելու կամ գույքը մարզին, այսպես ասած, վաճառելու, դե մարզը ինչ է ասում, Արցախը մարզ էր, կամ գույքը Հայաստանի հանրապետությանը վաճառելու, ըստ էության վաճառել են Հայաստանի հանրապետությանը։ Այդ տրադիցիան, այսպես ասած, վերաբերվել է շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից որոշները գտնվում են Բաքվի բանտերում, հիմա չեմ ուզում առանձին անուններ նշել, Բաքվի բանտում են գտնվում, բայց իրենց արածը եղել է ամենավերջին ամորալ քայլը։ Սրճարան է եղել, օրինակ, հիմա տիրոջ անունը չեմ ասի, գտնվում է այնտեղ Ռասիա սրճարան։ Վաճառել են Արցախին 600 միլիոն դրամով։ Ուրեմն Արցախը լուծարելուց, հարգելի բարեկամներ, 5 պակաս, Արցախի համարյա բոլոր գեներալները ստացել են Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառություններ 1.5 միլիոն, 1.5
ուրեմն միլիարդ դրամից 1.8 միլիարդ դրամից, այսինքն 1 միլիարդ 800 միլիոնից մինչև 4 միլիարդ։ Հենց այնպես փոխառություններ են ստացել։ Ու դա տեղի է ունեցել Փաշինյան Նիկոլի, ելի եմ ասում, աչքի առաջ։ Փաշինյան Նիկոլի կառավարման ներքո դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերն են։ 1.8 միլիարդից մինչև 4 միլիարդ, այսինքն մոտ 5 միլիոն դոլարից մինչև 10-12 միլիոն դոլար ստացել են Արցախի Հանրապետության այսպես կոչված գեներալները, օրինակ գումար է ստացել Արշավիր Ղարամանյանը, գումար է ստացել Արթուր Աղաբեկյանը, պարոն Ռոբերտ Քոչարյան, դու երբևէ փորձել ես հասկանալ, թե դաշնակները էսի գումարներ են ստացել։ Բա որ վաղը մյուս օրը մի ներքին գործերի նախարար այս ամենը դոկումենտալ դնի, մտնի պետական հեռուստաընկերություն ու ողջ դոկումենտները դնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ։ Եվ ասի, որ այն կուսակցությունները, որոնք այս ամենի մեջ թաթախված են եղել, պիտի այդ կուսակցությունները ճանաչվեն օրենքից դուրս, այդ թվում դաշնակներն ու մաշնակները։ Հիմքեր կլինեն փակելու այդ կուսակցությունը, պարոն Ռոբերտ։ Սա տեղի է ունեցել պարլամենտի աչքի առաջ, ձեր վերահսկողության ներքո։ 1.8 միլիարդից մինչև 4 միլիարդ։ Հրաշալի բան է, բիզնես է, հայրենասիրությունը, ուլտրաազգայնականությունը, թրկասիրությունը, թրկատիացությունը, իրականում թրկասիրություն։ Ադրբեջանատիացությունը, իրականում ադրբեջանասիրություն։ Դու պիտի ադրբեջանցիների հետ խորը հարաբերություններ ունենաս, որ կարողանաս հեկդ Արցախը վարի տալուց հետո վաճառես ադրբեջանցիներին, գազ Հայաստանի Հանրապետության կառավարությունից փոխառություն ստանաս։ Այդ հեկերները իմիջայլոց կառուցված են եղել ոչ իրենց միջոցներով։ Ներողություն եմ ասում, Հայաստանի Հանրապետությունից ոչ թե ստացել են փոխառություն, այլ կոմպենսացիոն։ Եվ այդ հեկերի մի մասն էլ կառուցված է եղել ոչ թե սեփականատերերի միջոցներով, այլ ուղղակի վարկային միջոցներով։ Եվ այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման ներքո, պարլամենտի վերահսկողության ներքո։ Կամո Վարդանյան կա, հարգելի բարեկամներ, ասում են ածական անուն ունի Թիվ։ Կամո Վարդանյան ածական անունը Թիվ։ Իր տունը եւ իր բենզակալոնկեն այդ ընթացքում էլի վաճառել է, դա վաճառել չէ, էլի նաղդել է Հայաստանի Հանրապետության վրա, նո Արցախի Հանրապետություն, այսինքն Հայաստանի Հանրապետության վրա է նաղդել 800 միլիոն դրամով։ Արարատ Մելքումյանն է եղել, երբ Արցախը լուծարում էին, ինքը եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արցախի։ 400 միլիոն դրամ գումար է ստացել Արցախի կառավարությունից։ Արարատ Մելքումյան։ Հիմա զբաղվում է ձկնաբուծական գործ է դրել Հայաստանի Հանրապետությունում, ֆերմաներ է դրել, գործ է անում։ Կոմիտաս Կարապետյան, հարգելի բարեկամներ, եղել է Բաքոյի թիկնապահը, Բաքո Սահակյանի թիկնապահն է եղել, հետո դարել է ոստիկանապետ, բնապահպանության նախարար նաև։ Արցախի ներդրումային հիմնադրամից, դա Արցախի ներդրումային հիմնադրամը, դա մոտավորապես Անիֆի արցախյան ինվարիանտն է։ Ուրեմն Կոմիտաս Կարապետյանը, Բաքո Սահակյանի թիկնապահագից հետո նախարարը, ներդրումային հիմնադրամից ստացել է 27 միլիոն դոլար եւ մի կոպեկ չի հետ վճարել։ 27 միլիոն դոլար։ 200 միլիոն դրամով էլ իր տունն է նաղդել Արցախի գիծ Հայաստանի Հանրապետության վրա։ Այսպիսի եւ այն ինչ ես ներկայացնում եմ ձեզ հարգելի բարեկամներ, սա տեղի ունեցածի երևի 0.5%-ն է։ 0.5%-ն է։ Այս ամենը տեղի է ունեցել Փաշինյան Նիկոլի այս պարլամենտի աչքի առաջ։ Հիմա ընդդիմադիրները դուրս են եկել, ասում են կեղծես Փաշինյան Նիկոլը ընտրությունների քվեարկության արդյունքները։ Հայաստանի Հանրապետությունում երբ են քվեարկության արդյունքները չկեղծվել։ Երբ եղել է այդպիսի ժամանակահատված, պարոն Ծառուկյան Գագիկ, պարոն Սամվել Կարապետյան, եղել է այդպիսի ժամանակահատված, որ ընտրության արդյունքները չքվեարկության, նո ասում են, այսպեսի մի արտահայտություն կա, այնքան եմ ասել, արդեն թևավոր է դառնում, ասում է քվեարկելու, ընտրելու իրավունք ունես, ասում է չէ, ունեմ ընդամենը քվեարկելու իրավունք։
քվեարկելու, այսինքն տարել են մարդկանց, քվեարկեցնել են տվել, եւ նաեւ ազդել են բնականաբար դրանով արդյունքների վրա ընտրության։ Բայց այստեղ մեկ այլ բան կա։ Մի բան կա, որի մասին ոչ ոք չի խոսում կամ շատ քչերն են խոսում, բա Նիկոլը քվեարկության արդյունքներն է խեղում, իսկ դուք հարգելի կամ ոչ հարգելի ընդդիմադիրներ, նախընտրական կամպանիայի տրամաբանությունը ինչու եք խեղում։ Բա նախընտրական կամպանիայի տրամաբանության մեջ է, որ դուք դուրս գաք Փաշինյան Նիկոլի արածները դնեք իր դեմը, ներկայացնեք ժողովրդին, անեք ամեն ինչ, որ Փաշինյան Նիկոլը քիչ զայներ տանի։ Բա սրանք այն ինչ որ իմիջայից ես ասում եմ, սրանք բան են։ Այդ որ գաղտնի բաներ չեն, գաղտնի նյութեր չեն։ Սա համարյա պոլիշինելի գաղտնիք է։ Գաղտնիք, որի մասին գիտեն բոլորը։ Բա խոսեք ես ամենի մասին, ինչու՞ չեք։ Որ ինքը նաղդել է Հայաստանի Հանրապետության վրա, եկեք այստեղ վեր ենք։ Բա հարցերը տայեք, պարոն Սամվել, հարցերը տայեք։ Ավարտական դասարանի աշակերտներին փողոց փագել են տալիս։ Հետո այդ աշակերտներին տանում են Ջաբրայիլ Աղդամներ, սպանել են տալիս։ Եվ 22 թվականին ճանաչում են օկուպանտ խուժաններ։ Ըստ էության օկուպանտ խուժաններ։ Եվ այս գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության կամ այս գործողության, այս հանցագործության մեծ մասում Հայաստանի Հանրապետությունում եղել է մարդու իրավունքների պաշտպան, կոչվում է Թաթոյան Արման։ Թաթոյան Արման, կեղծ հեղափոխության մասին մի անգամ խոսել ես։ Այն մի հատ բան ունի, ցուցակի մեջ մի հոգի կա, դուրս է գալիս, ասում են քաղաքացիները ինձ ասել են, որ Սև լճի հատվածում դիրքեր կան, այդ իրենք քաղաքացիներն են ասել, ինքը ինձանից չի լսել։ Ինքը հրապարակային չի լսել այդ խոսքը, քաղաքացիներն են ասել։ Այդ նոյեմբերի 1-ին, որ ես խոսում էի, 300,000 մարդ լսեց, բացի պարոն Անանյանից, իրեն դրա մասին զեկուցել են, տեղեկացրել են քաղաքացիները։ Հպանցիկ ասում է։ Փաշինյան Նիկոլի նալոգովու նախքին ոսկեղենիկ հայերենով ասած նալոգովու վերջին պետը։ Կեղծ հեղափոխություն է եղել Թաթոյան Արման։ Զանգվածաբար մարդկանց դրել են, օգտագործել են որպես մասովկա։ Հետո այդ մարդկանց զավակներին տարել են Աղդամներ, որպես հետո ճանաչեն օկուպանտ խուժաններ։ Դա քեզ չի վերաբերում, դու բանակից փախած ես, դու օկուպանտ խուժան չես կարող համարվել որևէ պարագայում։ Բայց հարցով պիտի դնես Փաշինյան Նիկոլի դեմը։ Դպրոցի տնօրենները, փոխտնօրենները, երբ որ դու մարդու իրավունքների պաշտպանն ես, ռեկտորները, պրոռեկտորները, հանրապետական իմիջայլոց, հանրապետական մտնում են լսարան, ասում են երեխեք, եթե ուզում եք կարող եք դուրս գալ փողոցներ փակել, բացակա չեք ստանա։ Այսպես են ապահովել մասովկան, մարդու իրավունքների պաշտպան Թաթոյան Արման, բայց ձենան, Նիկոլի դեմ պայքարող ձենան, թե այս ամեն ինչը կարող է գնա մտնի Միքայել Մինասյանի տակը, թե այս ամեն ինչը կարող է գնա մտնի Սերժ Սարգսյանի տակը, չի կարելի, այս ամենի վերաբերյալ չի կարելի խոսալ։ Պիտի դուրս գաս ու բարբաջես, որ Փաշինյան Նիկոլը քվեարկության արդյունքները բան է արել։ Նկարել է։ Հա, նկարել է, լավ է արել։ Լավ է արել։ Բա եթե ձեզ հետ է պայքարում, ձեզ հետ պայմանավորվում է, լավ է անում, նկարում է։ Հայաստանի արևմտյան հատվածում, հարգելի բարեկամներ, 400 հեկտար ինչ-որ մեկի կոլաբորացիոն, այդ առևտրային կոլաբորացիոն գործունեության արդյունքում 400 հեկտար անցնում է Թուրքիային։ Որևէ մեկը ծպտուն չանեց այս Հովիկ Աբրահամյանի իրականացրած այս խայտարակության վերաբերյալ, որևէ մեկը ծպտուն չանեց։ Հիմա պարոն Սուրեն Սուրենյանցը ասում է, բան են արեք, քվեարկության արդյունքները բան է, խախտել է, էսի չանում, ուզուրպացնում է իշխանությունը, պարոն Սուրենյանց, բայց այս թեման ուր մնաց, հա, այս թեման ուր մնաց, Արամ Վարդևանյան, այս թեման ուր մնաց, մի անգամ պատգամավոր ես եղել, տեսել են բոլորը, քո պատգամավոր լինել է, հիմա երկրորդ անգամ ես գնում, որ ինչ անես, տեղը լրացնես, տեղն ես ուզում լրացնել, Դաշնակ մաշնակներ, այս թեմաները ինչ եղան։ Հողի համար, միթիս հողի համար բան եք անում, ձեզ եք ճաղում։ Ձեր ճաշող մեծամասնությունը բանակից փախած, թուրքատիացությունը դարձրել եք բիզնես։ Արթուր Աղաբեկյանը որ կուսակցությունից է եղել։
Դավիթ Լոքյանը որ կուսակցությունից եղել, Դավիթ Լոքյանը իր հեկը ո՞նց է կառուցել Լաչինում, ինչ ճակատագրի է արժանացել Դավիթ Լոքյանի հեկը։ Պարոն Ռոբերտ, այս հալով ելել ես Նիկոլ Փաշինյանի դեմ ես պայքարում։ Հələ ցուցակիդ նայի։ Այսինքն ես պիտի խոսամ, դու պիտի լռես։ Ես պիտի խոսամ քո թիմակիցները, որոնց մի մասը ուղիղ էս հանցագործության մեջ են, կամ ուղիղ կամ փոխկապակցված։ Ես պիտի խոսամ, դուք պիտի լռեք, դուք պիտի ձեր ձեռքերը տաքացնեք, հա 8 տարի։ Ու հետո այդ ամեն ինչը պիտի կոնվերտացիայի ենթարկվի, ստանաք մանդատ, գնաք Նիկոլի հանցագործությունները լեգիտիմացնեք, մի հատ էլ Երևանի մասուր կաֆեներում խուլիգանություն անեք դուք։ Մարդու վերջը բարի լինի, պարոն Ռոբերտ։ Մարդու վերջը բարի լինի։ Այս ամեն ինչի մասին գրելու են, լսեք։ Այս ամեն ինչի մասին գրելու են, նկարելու են, դոկումենտալ կինոներ, մուլտֆիլմեր, անուններով, ազգանուններով, թե ով է այդ ժամանակ պարլամենտում նստած եղել, թե ով է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե ով է ընդդիմադիր խաղացել, ու հետո դուրս եկել ասել Նիկոլը կեղծեց ընտրությունները, բայց դուք էլ նախընտրական կամպանիան եք խեղել։ Խեղել եք նախընտրական կամպանիան։ Ես վստահ եմ, եթե այս հարցերը դրվեին Փաշինյան Նիկոլի դեմը, նմանատիպ հարցեր, այսինքն, հա, այս հանցագործությունների վերաբերյալ։ Փաշինյան Նիկոլ այդքան ձեր չէր կարող իրեն վերագրել։ Չէր կարող։ Սա պիտի լիներ ձեր բերանի խոսքը ամենտեղ, թե հրապարակային, թե գյուղացիների հետ, թե քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ։ Բացարձակ լռություն։ Ես հավատում եմ այդ օրվան, հարգելի բարեկամներ, սա իմ համոզմունքն է, որ ներքին գործերի նախարարը այսպիսի մի հաստ պապկայով մտնելու է պետական հեռուստաընկերություն եւ ձեր մաման լացացնելու է։ Լսում եք, գալու է այդ օրը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը մտնելու է պետական ու դուք գիտեք, որ դրանից հետո հաջորդելու են գործողություններ։ Այն մարդը, ով ասում է հարցեր չենք տալիս Նիկոլին, դե որովհետև Նիկոլին ինչ հարց տաս կպատասխանի, ինքը ավարտված ուբլյուդակ է, ես ասում եմ։ Այն մարդը, ով ասում է հարցերը չենք տալիս, որովհետև դե կռուտիդ կանի, ավարտված ուբլյուդակ է։ Այս հարցերը չհնչելու համար Նիկոլը եւ նաեւ Սերժը տասնյակ 100,000-ավոր դոլարներ են ծախսում, որ այս հարցերը չլինեն մարգինալ, այս հարցերը չլինեն, հա, օրակարգային, այն դառնան մարգինալ։ Եվ հարցեր հնչեցնողները։ Իրանց արևին էլի խոսում ես 10,000, 20,000, 30,000 մարդ է լսում, 200,000 մարդ է կարդում, բայց իրենց ջոգելով, եթե այս հարցերի մասին չի խոսում 168-ում եւ հանրայինում, ուրեմն այս հարցերը մարգինալ են, նաեւ մարգինալ են հարցերը բարձրացնողները։ Ձունգար ձեր ապուշ ուղեղներին հայը ազատվելու է ձեզանից, հայը ձեզանից ազատվելու է մի օր ու դա Աստված հայ ձեռքով, ես ձեր տիրոջ մերը